Են աստված, որ պարոն Ռուբինյանը ստեղ չէր, ես ուզում եմ ելույթս հանեիք, բայց պարոն Գրիգոյանն այս բան ասեց, որ ես փորձեցի ուղեղիս ամենաթաքնված ծալքերից փորձել գտնել երբեմն տենց բան ասել։ Ես հիշեցնեմ, սիրելի երեխաներ, հարցը ինչու՞մ էր։ Մենք ասում էինք 8 միլիարդից ավել պարտքը մեծացրել եք։ Պարտքը զտեք, առանց դրա ինչքան կներ տնտեսական աճ։ Եվ հնչեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը 8 միլիարդով զենք են կարել։ Ես էլ ասում եմ հիմա ստեղ փոխնախարարները եւ նախորդող նախարարները եւ փոխնախարարները ասում էին պարտք տվեք, որ այս անենք, այն անենք, այս անենք, տարբեր բաներ անենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն ասում է, չէ ինչ որ ասում էին, սուտ է, զենք եմ առել։ Ես ընդհանրապես առաջարկել եմ մի հատ կողմնորոշվել, որտեղ ոչ կիսահղի են լինում, ոչ էլ կիսա ճշմարտախոս։ Մի հատ կողմնորոշվեք, այդ 8 միլիարդը գնացել է զենքին, եթե 8 միլիարդ զենքի գնացած լիներ, հիմա մենք արդեն լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք։ Այդ է եղել ամբողջ խոսակցությունը։ Ես չգնեմ Ադրբեջանը ինչ արել, դուք եք իրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ զանգեք հարցրեք։ Լավն է, սում պարոն Գրիգոյան, ես պիտի խնդրեի իմ խոսքերը, եթե աղճատում եք, գոնե մի 20% ճշմարտություն թողեք, թե չէ, ցնցումս կլինի։